Բարև բոլորին, այսօր ես փորձարկելու եմ Տեսլայի ամենավերջի նորարարությունները ավտոպիլոտի հետ կապված։ Նենց է ստացվել, որ Տեսլան բացել է այդ հնարավորությունը 1 ամսով, այսինքն որ մեքենան ինքը իրան գնա հասնի այնտեղ, որտեղ դուք ուզում եք։ Իմ ոտերը այ հեսա, տեսեք, ես ոչ մի բանի չեմ կպնում, այստեղ դրած կլինի, ես ծնկներից դիրքից կարակ համոզված լինեք, որ այնտեղ չի ոչ մի բանի չեմ սխմում, չնայած որ տեղը գա պետքա սխմեմ, հուսով եմ դրա կարիքը չի լինի։ Մեքենայի հասցեն այստեղ կոպիտ ասած Google Map-ով դրել ենք Rio Mall ու մեքենան ինքը ինձ պետքա տանի Rio Mall։ Ես ոչ մի բան չեմ անելու, ինքը ճանապարհային երթևեկության կանոնները հուսով եմ գիտի, մեքենա քշել գիտի ու տեսնենք ոնց է այս ամեն ինչը աշխատում հայկական իրականության մեջ։ Բնականաբար մեքենայի տերը իմ կողքն է, որովհետև եթե ինչ ես պատասխանատվությունը իմ վրա չեմ վերցնում, ես տես բան ռիսկ չի անի, բայց տեսեք ինքը մարգատը միացրել է ու սենց իր համար քշում գնում է, ես սենց ոչ մի բանի ձեռ չեմ տալիս ու տեսնենք ինչքանով է սա հարմար աշխատում, խնդիր առաջացնում է թե չէ, անվտանգ չի։ Իդեպ ասեմ, այս հնարավորությունը 1 ամսով են տվել սաղ Տեսլաներին, այս ամենավերջի AI-ով իրա ոնց որ սենց self-driving-ն է, այնուհետև այս ծառայությունը լինելու է վճարովի, կարակ ակտիվացնեք 1 ամսով $100 կամ մշտական։ Հիմա տեսեք, այս տեղը ռիսկ չի անում, այս արանքը մտնի, իր համար ապահով չի ու տենց սպասում է, երբ որ մեզ տեղ տան ու ինքը սենց հանգիստ գնա։ Ինչև է, իմ համար շատ անսովոր է, ոնց որ սենց տաքսի նստած լինեմ, բայց չգիտես խի ինձ պատասխանատու եմ զգում, սենց ինչ որ սենց խառը զգացմունքներ է, էլի։ Մի կողմից ոնց որ քո համար ուղևոր ես նստած ես, մյուս կողմից էլ որ եթե ինչ վերջո դու ես պատասխան տալու։ Ինքը իրան թարթիչը միացնում է, նշանները տենում է։ Մեկ էստեղ այն ինչ որ բան փոփոխել, ինքը ավելի սենց բարձր կետից է ցույց տալի տրաֆիկը, օրինակ իմ համար շատ հետաքրքիր է, այնտեղ օրինակ այս մարդուն որտեղից է տեսել, ես չեմ տեսել։ Մեքենան էլ նենց չի, որ բարձր է, դրանք հայավարի կմտնի վերջի պահին, մտավ։ Հեսա նայք, ես բան չեմ անում, հետո վրես շարժ անեք։ Եթե ինչ ես չեմ քշում, ցանկացած բողոքի դեպքում դիմեք Իլոն Մասկին, հա, մեկ էլ ասեմ ձեզ, որ սաղ փոսերը հաշվում է, գծանշում, բայց ինքը լուկերը չի փախցնում, փոսերը չի փախցնում, մենակ են արհեստական, ոնց են ասում, լիժաչի պալիցեսկի, հա, հայերեն որ ասում եմ, մի քիչ տգեղ է ստացվում, հա, մի խոսքով մենակ դրանք է տեսնում ու զգուշ է անցնում, մնացածը փոս լինի, քանդած ասֆալտ լինի, ինչ լինի, ինքը սենց վրեքներով քշում գնում է, այսինքն եթե այս ռեժիմը օգտագործեք, սպասեք, որ ձեր խադավուն շուշուտ եք տանելու խադավիկի մոտ, ինչև է, ստե կարանք նայենք ինքը ինչ է տեսնում, դիստանցիա է պահել, Պիշիխոտ տեսավ զիջեց, այս մերսին ես կփոխանցեմ անպայման Իլոն Մասկին, հա, բացում է, տեսեք տեսավ, որ բան կա, ոչմ հետիոտ կա, ինքը զիջեց, ահակին կիրթ է քշում, ոնց որ կարուսել նստած լինեմ, բայց չգիտես խի պատասխանատվություն կա իմ վրա, օրինակ որ գնում ես Երևան պարկ ինչ-որ մեծ կարուսել ես նստում, կակտը ոնց որ դու սենց լրիվ վստահում ես այդ տեխնիկային ու սենց կենտրոնացած ես քո հաճույքի վրա, սենց մի քիչ լարվածություն կա, բայց ոնց մեքենայի տերը ասում է, այդ լարվածությունը ժամանակի ընթացքում անցնում է, չգիտեմ, այդ լավ է թե վատ է, ինչքանով է թուլանում ուշադրությունը, ինչև է, չգիտեմ, ժամանակը գա, կերևա Մենք էլ ստեղ, չգիտեմ, կարանք Angry Birds խաղա։ Նայք փոսը, նայք։ Չնայած արդեն դանդաղացել էր մեքենան, բայց եթե սովորական ճանապարհի վրա լիներ, մեկ էլ լինելու իրան այդ սա։ Ու դիստանցիան սենց ահագին երկար է պահում, ինքը սա սենց սվետաֆորները տեսնում է։ Հենց առաջի օրվանից այս մեքենան, որ տեսնում է, ես իմ մոտ զգացողությունը եղավ, որ այս ոնց որ իր ուղղվածությունը ընդհանուր այս բրենդին հենց է որ դուք մեքենա չքշեք ու մի քիչ իր ինտերիեր դիզայնից բանից, չգիտեմ, կարող է շատ սուբյեկտիվ բան եմ ասում, բայց ոնց որ նենց հարած որ ոնց որ սենց մեքենան չուզի որ դու սենց բզբզաս քշես, բաներ փոխես, տես սենց ոչ մի բան չկա էլի։ Նստի քշի, հասցեն գրի, գնա
Չգիտեմ, ես այտենց բան էլ կա, չէ՞ որ կարող ես գործի դնես, ասենք տաքսի գնա քշի բան։ Կարակ իրան աշխատացնեք, ինքը ձեր համար ծառայի։ Ինձ հետաքրքիր է օրինակ այսպես խառնաշփոթ։ Հա, մեկ էլ ասեմ ցանկացած բան, եթե ես կպնեմ ղեկին կամ ոտնակներին, միանգամից կառավարում եմ մեքենայի, գալիս է դեպի ինձ, բայց ես դեռ ոչ մի բանի չեմ կպել, լրիվ ինքնուրույն անում։ Արագությունները բնականաբար կպահի, հասավ 60, մխած գնում է։ Նախորոք վերադասավորվում է։ Համել սենց կարանք տենանք օրինակ ըստ ամերիկյան օրենքների, որտեղ այս մեքենայի AI-ը train արած ամերիկյան օրենքների համապատասխան, այսինքն սենց մենք կարանք ծանոթանանք, թե ճիշտ օրինապահ ամերիկացին ոնց քշեր այս մեքենան։ Սենց Lambo-ը սենց փողոցի մեջտեղով։ Մենք տեսեք սենց ինչ-որ մատիկ աջ ձախ գիծ պահած, սենց մեջտեղով։ Ես դենք որ հայավարի հանցի թե չել ժամերը կմնաս։ Լավ, փաստորեն այդ Mad Max-ի կոնկի տեղը տենց թրաշով հայ է պետք դնել շաուրման ձեռը, տենց հայերի համար։ Այն ինչ որ սենց անկապ լրվել է։ Օրինակ ես կգնա այնտեղ կկանգնեի։ Ինքը չի կանգնում, օրինակ սենց կանգնել է, հետևինը ներվայնանում է, Opel-ը ներող Opel-ի վարորդ, եթե ինչ քֆուրտաս, ես էդի կփոխանցեմ Elon Musk-ին։ Այս չգիտեմ ինչ անում, ոնց անում։ Հա, մերսիներ, ներող աղբերս տարբերակն է։ Հա, օրինակ այստեղ հետևը երկու մեքենա պրոբկա սարքեց, հանգիստ sense կարելի էր գնալ, էլի։ Ահա, որոշեց որ գնա։ Բացաթողում։ Sense ես մի քիչ պատրաստ եմ կանում մարդ ես կարող է կատաղի գծվի, բայց հələ որ ըստ օրենքի սաղ ձախերին բացաթողում։ Հետաքրքիր է, երբ իրա ներվերը չի հերիքն, չէ, էսի հարմար վիճակ էր, գնացինք։ Ահա, ստեղ պարզա իրանն ասախ, քոննա քշի։ Ես երևի ապահովության համար բան արեց, կանգնեց։ Հա, ստեղ հələ մի հատ բաց հետ ռեժիմները նայենք։ Ստանդարտ, բիստրը, Mad Max։ Հա։ Ինչա, հա, լոքշ։ Մենք էլ լոքշ տարբերակ կա։ Հետաքրքիր է։ Մեկ էլ մի հատ բան ֆիքսեցի, ուղեղը նենց հեշտ է հարմարվում կոմֆորտին։ Հետաքրքիր է, որ սենց երկար սովորես, հետո մի հատ հանկարծակի բան լինի, տենց շատ արագ կարաս, ոնց որ քո ինստինկտը վերականգնես, թե ասել ես վայ։ Չգիտեմ, տարօրինակ է, հələ որ տարօրինակ է, չեմ կարող ասեմ լավ է, վատ է։ Ամեն դեպքում ինչ որ պրոգրես է, որը աշխատում է, դա արդեն հետաքրքիր է։ Ցանկացած նորարարություն ինքը իր հետ բերում է ինչ-որ խնդիրներ, ընթացքում այդ խնդիրները հետազոտվում են, կարգավորվում են, բոլոր պրոգրեսները սենց ա եղել։ Ոչ մի տեխնոլոգիա ի սկզբանե իդեալական չի աշխատել ու տենց էլ էս self-driving-ն է։ Ու սա ոնց որ տեստի շրջանն է, էլի, հիմա սաղ աշխարհում մեքենաները սենց իրանց կարան պահեն։ Նու, անվճար, բայց որ այս ծառայությունը ակտիվացնեն, ինձ թվում է, տենց կարելի է քշել։ Դեռ ես չեմ միջամտել, ոչ մի բան չեմ սխմել։ Իրան գնում է։ Հա, տեսավ։ Ես հիշում եմ առաջ անգամ, որ Տեսլայի այն պրիմիտիվ ավտոպիլոտը միացրեցի, սիրտս կանգնել էր, հիմա արդեն սովորեցի։ Երևի եթե սենց ընդհանուր հաշվեմ, այդ դնում ես, որ ճարպիկ պահի իրան, լավ, highly image, նորմալ է։ Ես սենց ասեմ, նախնական տպավորությունը սենց է, ով մեքենա քշել չգիտի կամ նոր է սովորում, ես իրանց ահագին դուր կգա, կարծում եմ նաև կօգնի քշելուն, որ օրինակ ինչ-որ լիքը սիտուացիաներ կա, կարող է պանիկայի մեջ ընկնի մարդը, քանի որ էսի շատ սառը դատող արհեստական բանականություն է լիքը տվյալների հիման վրա, իր մոտ այդ էմոցիոնալ մասը բացակայում է, ու ինքը շատ ռացիոնալ ձևի է որոշում, թե ոնց իրան պահի, այդ հարցերով սկսնակ
վարորդից հաստատ լավ է քշում, ես էդի կարամ ասեմ, էլի։ Ճիշտ է, տեղեր կա, որ sense մի քիչ մարդկային ճարպկություն է պետք է sense շուստրավատ անել։ Էդի չէ, բայց այն սովորականը շատ լավ է անում, նո այդ շուստրավատ անելը կոպիտ ասած, էդի վարորդի այն մյուս էտապն է, այսինքն սկզբից տենց մի հատ այդ վախեցած էտապն է, որ sense պանիկայի մեջ կարող անգնի, հետո ինչ որ sense մի հատ վստահ պահ է գալի, հետո նոր այդ շուստրավատն է։ Այդ երրորդ լեվելի վարորդի սկիլերը ես համոզված եմ ստեղ չկա, բայց երկրորդ սկիլերը կա, այսինքն ինքը սկսնակից հաստատ մի լեվել ավելի բարձր է։ Ու բնականաբար դուք ինքներդ պատասխանատվություն ձեր վրա վերցնելով ահագին պետքա սովորած լինեք, հասկանաք ինչ որ սիտուացիաներում, որտեղ վերջի վերջո մի բան եղավ, պատասխանատվությունը ձերն է։ Նու սենց ասեմ, երբ որ ինչ-ինչ պատճառներով հոգնած եք, չեք ուզում քշեք կամ ոնց որ կասկածում եք, որ ճամփին կարա ձեր աչքը կպնի, եսի շատ լավ ասիստենտ է ձեզ օգնելու համար։ Օրինակ շատ է տենց դեպքեր եղել, ես երկար ճանապարհ գնացել եմ, ասենք ստեղից սևծով ու ճանապարհին այդ հոգնածությունից մի քիչ լարվել եմ, տեղեր կա ոնց որ կանգնել եմ, հանգստացել եմ, որ հանկարծ աչքս չկպնի բան ու այդ տագնապը երևի կթուլանար, երբ որ ես սենց մեքենայի ղեկին լինեի։ Հա, ինքը ապահովության համար հետևում է ձեր աչքերին, չի թողում որ դուք քնեք կամ երկար ժամանակ աջ ու ձախ նայեք, մեքենան ծնգծնգում, բրբռում, դրդռում է ու ստիպում է ձեզ, որ դուք նայեք ձեր դիմացը։ Այսինքն որպես ուղևոր ուղղակի ձեզնից հասնում է նստել ու նայել։ Հետևիս ավտոն երևի ներվայնացել է, որտեղ ես միջև ընդ կարայի մտնեի, բայց մի ավտոյի տեղ փակել եմ։ Նու ապահովության առումով էսի շատ լավ է, բայց ինձ թվում է լիքը մարդու ներվերին կազդի։ Նենց որ եթե այս ամիս տենակ Տեսլաները շատ sense ինչ որ դինջ անհասկանալի բաներ եք անում, մի քիչ ասենք ներողամիտ եղեք, շատ մի քրֆեք իրանց։ Ես իմ չգիտեմ, իմ ներվերին էլ հաստատ կազդեր, բայց ինչև է, ունենք են, ինչ ունենք։ Իմացեք, որ sense բաներ կա։ Գնաց։ Չի անի։ Այն հետևից BMW-ն հիմա հաստատ խախտվել է։ Եթե կարայի գնայի, ստեղ կգնար, հա։ Եթե ես էլ չգնայի։ Այս հերթի կեսը իմ պատճառով էր։ Ներող։ Հա, մենք պետք է այն կողմով գնայինք։ Հա, մեկ էլ ինքը այն հայ տաքսիստների նման են, որ ճամփեն երկարացնեն, որ ձեզնից շատ փող ուզեն։ Տենց կարա շատ երկար բարակ ֆրցնի։ Օրինակ մենք գնում էինք Ռիո, բայց ինքը որոշեց, որ ուրիշ ձևով է ուզում գնա։ Չգիտեմ, ինչ անցավ իր մտքով, այդ ոչ ոք չգիտի։ Քարտեզից կախված է, այս քարտեզը 2024 թվականի քարտեզը։ Հա։ Դրա համար կարա այս հիմա նորից կգնա, բայց այս անգամ միջամտություն եք։ Քարտեզի մեջ։ Կասկածեց մի թեթև, ընդ հայլով նայես, հայլով է ինչով է, չգիտեմ։ Նո կամերաներով է էլի։ Հայնք հիմա նորից է ռազմարոտ անելու որ գնա։ Մենք մի հատ միջամտություն կանենք։ Ոնց ենք անելու։ Մենք գիծը կփոխենք։ Մենք չենք թողնի առաջի գծով գնա, որ դա բարձր ծախող։ Հա, հա։ Բայց առանց բաների մարգագետը։ Կարևորը չոտկերը մաքրում է, ինքը ինչ որ տենց ուրվական անձրև է տենում, տենց մաքրում է, որ ինքը լավ տենա։ Այդ իր համար է։ Մեզ դա պետք չէ։ Այդ որ մենք միջամտենք մարգատենք ուղղակի միացնելու։ Հա, ծած մարգագետը, եթե առաջիկից մոտը մարգագետը։ Լավ։ Պաստորն մենք կարանք ոնց որ չդադարացնելով ավտոպիլոտը, հա, ճիշտ հասկացա, սխմենք մարգատ ու ինքը շարք փոխի ու դրա արդեն իր սա հետագա ճանապարհը փոխի։ Անտիր։ Ներող, մեզ բիբիփ են անում։ Մնացինք ստեղ։ Արմենուսը տեսել է, Հա։ բայց բանը չացել է։ Հա։ Դա մենք կարմիր տակը մնացինք։ Հա։ Երևի Ամերիկայի օրենքներով տենց է։ Range Rover-ը ներվայնացավ։ Սինար պաստորը։ Հա։ Ինքը հիմնականը գնում է ամերիկյան օրենքներով։ Այսինքն ամերիկայում որտեղ պիտի կանգնես, ոնց պիտի գնա, ինքը Հա, դրանով շարժում։
մեր համար մի քիչ տարօրինակ է թվա ասենք այդ էշախոդը չանցած է կայնում դες չի մտցնում քիթը հա այստեղ օրինակ մենք կգնայինք մի քիչ շատ առաջ ձախ կպահենք որ հետևի մեքենաները հասցնեին մտնեին խաչմերուկ որ իրանց հերթը գար անցներ բայց տեսեք ինչ անում հետևից էլի ներվային անում են ֆրաց ես սաղ քֆուրները կփոխանցեմ Իլոն Մասկին Այս հերթի կեսը էլի մեր պատճառով գոյացավ Եթե ինչ ինձ ներող, այս զուտ էքսպերիմենտ է, հանուն գիտության ու ոնց որ այս AI-ների հետ շփում, ծանոթացում, հասկանում եք, sense բաներ պետք է անել, հենց որ ոչինչ, բայց առհասարակ ինձ թվում է չարժի sense քշել հիմնականում։ Այս ու տարավ։ Հա, լավ։ Այսի մեր հայ տաքսիստներին տվեց անցավ։ Փոսը։ Բախներս վերեց մեծ փոսեր։ Այս իր ավտոպիլոտի ոնց որ պահվածքի բաներն է, ռեժիմներն է, Mad Max, արագ, ստանդարտ եւ այլն։ Հիմա դրած է ստանդարտ։ Տարավ մեզ կենտրոնով։ Սենց կարա գողանա տանի էլ, տանի միտե պահի, չգիտեմ զանգի Իլոնին, ասի գերի եմ բրնել, ինչ ենք անում, փող ենք ուզում, ոնց ենք անում, այք լուկի մեջով, հետաքի պարկովկա, հասցեն փոխենք, բանի, մատենա դարանի մոտ, կողանդը գնա պարկովկա անի, մատենա դարան, հա, գնանք ընդե կանգնենք այսօրվա մեր պլանները ինքը փոխեց, այսինքն ոնց որ դու չես որոշում ուր պետք է գնաս էլի, այլ ճիշտ դու տենց որոշած գալի նստում ես ասում ես արի գնանք Ռիոմոլ, մեկ էլ կեսից ասում չէ, արի գնանք Մատենա դարան, հայոց գրերի հետ ծանոթացի, բան արա, այստեղ լուրջ թեմաներ կա, էլի, ասենք այդպես Ռիոմոլ ինչ անես, ասենք շորջ ունես կոշիկ։ Հա, չէ։ So, ինքը ինչ որ արդեն շատ սկսեց իրա վրա վերցնել, ես ստիպված էի միջամտել, որտեվ սենց կարար տաներ ուղակի սաղ քաղաքով ֆրցներ։ Միակ բանը, որ հավանականությունը շատ քիչ է, որ ինքը ձեզ տաներ վթարի, կասես երբ թողեմ հեկա։ Ահա։ Աչը բաց է, վերջ, ես վերադարձրեցի իրան, հիմա տնանք ոնց է պարկինգ անում, անցի, ընդե մի հատ BMW-ի նեղացրեցինք, այս մեկից խաթրները սարանք։ Հիմա տնանք պարկինգ ոնց է անելու։ Դու գնալու է այնտեղ կանգնելու տեղ ման գա։ Հիմա երևի բասկ թողի սաղես մեքենաներին։ Հիմա ստե ինքը պետքա պարկինգի տեղ ման գա ու կանգնի։ Օրինակ, եթե ես ելնեի, ստեղ կկանգնեի ու վերջ, հիմա տնանք ինքը ինչ է անելու։ Բայց ինքը ստե չգիտի, որտեղ գալի է կանգնել, որտեղ չէ, ու դիմացելիք երեխեք են գալիս, ես ոտս պայեմ ստեղ, ու ինքը տենում է։ Երեխեքին ավտոբուսներին ճամփա տալու առումով, հա, պրիարից է տա։ Անգամ ավելի լավ է անում, բայց պրիարից շատ է անում։ Հա։ Այս լուկի մեջով ուղիղ Ոչը ծերով պլստացինք Ման ստե օրինակ պարկինգի տեղ է Ստե կկանգնի, չէ? Տնանք քիփա կանգնելու թե չէ Ես ոչի բան չեմ անում, եթե ինչ, ոտերը ձեռներս Այսա Ձենը շատ խնդալու է Ահա Կանգնեց Կողքը մի 30-40 սանտիմետր այսքան ու հա մի 40 սանտիմետր տեղ է թողել, բայց պարկինգը արեց Ֆու Մերսի Ինչև է, եկեք ամփոփենք ու հասկանանք ինչեր է ամեն ինչը Իրանից ներկայացնում
Նախ ներողություն եմ խնդրում այն բոլոր վարորդներից, ում մի քիչ անհարմարություն եմ պատճառել, բայց ես ռեալ ուզում եի հասկանալ ոնց է իրան պահում AI-ով Tesla-ի self-driving-ը։ Ոստեղ մի քանի կարևոր բան է պետք նշել, մինչև հասնել նրան, թե ինքը լավ էր քշում, թե վատ էր քշում։ Նախ մեքենայի AI-ը train արած ամերիկյան օրենքների համար եւ իրանց օրենքները մեր օրենքներից տարբերվում է, հատկապես խաչմերուկներ անցնելը։ Բացի դրանից պետք է հաշվի առնել, որ մեքենայի մեջի քարտեզը 2024 թվականինն էր ու որոշ փողոցներ, խաչմերուկներ update էին եղել, իսկ ինքը աշխատում էր հին ձևով, ինչը տեղ-տեղ բերում էր շփոթությունների։ Նաև մենք ընթացքից միջամտում էինք իր քշելու ոճի մեջ, այսինքն ինքը ավելի հանգիստ քշի որպես զիջող, թե փորձի առաջինը խցկվել, կարծում եմ մի քիչ էլ դա է ազդել, որ մենք ուզում էինք հյուսիս, իսկ ինքը տարավ մեզ հարավ։ Բայց միևնույնն է, նենց չի, որ ես հիմա այս մեքենային արդարացնում եմ, ինքը իրոք շատ է շփոթվում մեր իրականության մեջ, այսինքն մեր հայկական տրաֆիկը իր լոգիկային հասկանալի չի, լիքը բան մենք անում ենք կախված իրավիճակից, հաշվի առնելով մեր խիտ տրաֆիկը, տեմպը, ու բնականաբար այս AI-ը չի կարա հասկանա, թե ոնց է պետք ստեղ քշել, որպեսզի ուրիշներին չխանգարես ու նորմալ տեղ հասնես։ Ամեն դեպքում, եթե դուք նույն ճանապարհով անդադ գնաք, գաք, ինքը այդ ճանապարհը հիշում է եւ ավելի հմուտ է քշում։ Բայց միևնույնն է, ես կարծում եմ, որ մեր երևանյան իրականության մեջ ավտոպիլոտը չարժի օգտագործել, հաստատ խանգարելու եք երթևեկության մյուս մասնակիցներին։ Բացի դրանից ես նկատեցի, որ ինչ-որ sense արխային ընկնելու պահ կա ինձ մոտ, ուշադրությունս է թուլանում, սկզբից մի քիչ լարվեց, որտեվ անսովոր էր, հետո տենց ինչ-որ չգիտես խի վստահեցի իրան, ինչը իմ ուշադրությունը թուլացրեց, ու ես այդ համարում եմ բացասական կողմ։ Իհարկե, ինչ-որ դեպքերում էսի շատ լավ է կարելի է օգտագործել, բայց ընդհանուր առմամբ անձամբ ես սենց չեմ քշի, ես սիրում եմ կենտրոնացած լինել ճանապարհի վրա, չշեղվել ոչ մի ավելորդ էկրանների, գադջետների վրա, միշտ նայել իմ կողքինները ով ոնց է քշում, որպեսզի հասկանամ հաջորդ քայլը ինչ է լինելու եւ նախապատրաստվեմ դրան։ Եվ ուղղակի ուզում եի սենց փորձեի ինքս հասկանայի ինչ է այդ ամեն ինչը, կարծում եմ դուք էլ տեսաք, ենթադրում եմ ձեզ մինիմում հետաքրքիր էր, իսկ ես ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։ Առայժմ